Երեք այստեղ հանդիպումը տեղի ունեցել ընթացակարգային պրոցեսների շրջանակներում իմ պնդմամբ է եղել այստեղ ոչ թե փակ սենյակներում, այլ տեսախցիկների առաջ, որտեղ մենք հանդիպում ենք միայն տեսախցիկների առաջ եւ իմ պնդմամբ է միջանցքում եղել տեսախցիկների առաջ, քանի որ ազգային ժողովը ունի մի քանի ընթացակարգային հարց, որ ստիպված է քննարկել, բայց մենք առանցին սենյակում իմ առաջարկով չենք հանդիպել, որովհետև չեմ ցանկացել տեսախցիկներից զատ հանդիպումներ ունենալ։ Խնդրում եմ տեղեկությունը ճշտեք, դուք հնարավորություններ ունեք ճշտելու, նոր կարծիք հայտնեք մեր քայլերը հանրային բոլորը տեսախցիկների առաջ եւ մենք ուզում ենք այդ նույն տրամաբանությունը շարունակենք, այսինքն եթե իշխանության ներկայացուցիչի հետ հանդիպում պետք է լինի տեսախցիկների առաջ, որպեսզի հետո որևէ շահարկման, ինչպես ես նոր առերեսվեցի, առիթ չլինի։ Ինչ վերաբերվում է նոր տեղի ունեցած իրավիճակին։ Եթե ազնիվ լինենք, կա բարեկրթության նորմ, որի պատճառը նա է, որ մեզ նայում են մեր հայրենակիցները։ Այսօր Պեմզաշեն յուղի երեխաները եկել էին մեզ նայելու այդ պրոցեսի ընթացքում, որը ողջունելի չէ այդ ժամանակ անցնել լեզվակռիվների պրոցեսների։ Ամեն դեպքում լինելով մեր ազգի ներկայացուցիչ չես կարող խուսափել էմոցիոնալ իրավիճակներից, բայց մենք ամեն ինչ կանենք, որպեսզի կարողանանք պահպանենք այդ բարեկրթությունը։ Շարունակեմ։ Բայց ինչի՞ պիտի Էդգար Ղազարյանը մանդատը վայելեն։ Նաև սիրելի հայրենակիցներ, սիրելի լրատվական միջոցների ներկայացուցիչներ, այսպիսի անջրպետ ունեցող գաղափարական ուժերի լինելը մի դահլիճում, դա բավական ամեն րոպեվա աշխատանք է, որը կատարվում է իմ կողմից եւ հնարավոր է կատարվում է նաեւ դիմացի կողմից։ Անջրպետը ո՞ր հարցով, Արցախի հարցով, Թուրքի հարցով, անջրպետ կոնկրետ ո՞ր հարցով, ձեր խոսույթը համակվում է։ Տարածքային պահանջակ չունեք արևան որևէ պետությունից։ Պատասխանեմ Թրիփի հարցով ձեր հարցին։ Պատկերացրեք Թրիփի հետ կապված հարց է գնում միջանցք է թե ճանապարհ, մենք ունենք դիլեմա, միջանցք է թե ճանապարհ, մենք ունեցել ենք մեծ քննարկում խմբակցություն, մենք ասում ենք, մեկը ասում է միջանցք, վաղը այդ ուժը դառնում է իշխող ուժ, գնում է հանդիպում է Իլհամ Ալիևի հետ եւ ասում է, որ սա ճանապարհ է, ասում են չէ, ո՞նց է ճանապարհ, եթե դու ամբողջ ընթացքում ներկայացրել ես որպես միջանցք, վաղը մենք Եթե այսօր մենք, հասկացաք, թե մի անգամ էլ փորձեմ ներկայացնել, եթե այսօր մենք խոսենք Թրիփի մասին, ասենք, որ դա միջանցք է, վաղը իշխանության փոփոխությունից հետո մեր ուժը ստանձնելու է բանակցային դիրք։ Բանակցությունների ժամանակ, երբ որ մենք ասենք, չէ, սա միջանցք չէ, սա ճանապարհ է Հայաստանի սուվերեն տարածքով, մեզ դիմացի կողմը ադրբեջանական կողմը հարց է տալու, ասելու է ձեր քաղաքական ուժը, եթե մենք մեր այս ձևով չպատասխանենք, ասել է, որ սա միջանցք է, դրա համար մենք ասում ենք, սա ճանապարհ է, որպեսզի սահմանափակենք այդ մարդկանց ամբիցիան մեր երկրի սուվերեն տարածքի վերաբերյալ, մենք գիտենք ինքը ինչ ա տվել, մենք գիտենք, որ մեր երկրից ճանապարհ ա տվել, մենք գիտենք, որ այդ ճանապարհը տվել է, որ Լաչինի այդ ճանապարհը կարար եւ Լաչինի ճանապարհի փակվելու պատճառը այս ճանապարհն է եղել։ Լաչինը փակվել է, Արցախը տրվել է, դրանից հետո այս ճանապարհն էլ է տվել այս մարդը։ Մենք գիտենք այդ։ Հենց հիմա մենք դա երբ որ դուք Լաչինի հետ անալոգիա եք տանում, այդ պայից սկսած դուք Ոչ, անալոգիա չի արվում։ Սակայն մենք պետքա պատասխանատու լինենք մեր խոսույթների մեջ հիշելով, որ մենք հետագայում այս մարդկանց փոփոխությունից հետո պետքա բանակցենք թուրքերի հետ, ադրբեջանցիների հետ եւ ասենք, որ սա ճանապարհ է, տնտեսական ճանապարհ։ Այդ իսկ պատճառով մեր երկրի շահյամը մենք կրկնում ենք։ Իսկ Արցախի հարցով տարածքային պահանջ չունեք, եթե օրինակ մտահոգություն ունեմ, որ սահմանադրությանը հետո վերջում կարող եք փոփոխություններին կողմ քվեարկել, որովհետեւ այնտեղ խնդիրը հենց հիմնականում Արցախի հարցին էլ
այս պահին Հայաստանի հասարակության այս պահին մեր հայրենիքի առաջնային խնդիրներից մեկը արցախահայության իրենց հայրենիք վերադառնալու իրավունքն է։ Մենք նախընտրական շրջանում ասել ենք, այս իրավիճակով արցախահայության իրավունքների պաշտպանությունը խնդրահարույց է այնտեղ, քանի որ չկա հողի վրա պաշտպանություն, չկա անվտանգ չեն լինելու։ Բայց մեր նպատակը, որ արցախահայերը իրենց հայրենիք վերադառնալու հնարավորություն ունենան։ Երեք հարցը խնդրում եմ բոլորը թեորիապես եւ նաեւ հիմքով ես ներկայացրեցի։ Խնդրում եմ նաեւ ծանոթանալ մեր նախընտրական բոլոր ձևաչափերի եւ խոստումներին, որպեսզի դուք իմանաք, որ ամեն ինչի վրա աշխատել ենք, որ վաղը մեր երկրին որևէ վտանգ մեր խոսույթից չսպառնա։ Ներկա Ղազարյանի վարկը ինչպես է գնահատում, դու արդյոք նա պետք է ներողություն խնդրի, դու նման հայտարարություն խմբակցության քննարկում պետք է դրանից հետո ինչ է կատարվում։ Տեղի ունեցել իրավիճակ, որը էքստրաորդինար է, որի համար պետք է հանդիպենք խմբակցությունով եւ քննարկենք։ Ձևաչափը ժամը, որպեսզի ոչ կոռեկտ չլինեն, մասն այս ժամը, այս ժամը, լինելու է քննարկում։ Մինչև այս Նախկինում պարոն Ղազարյանի դուք նմանատիպ քննարկում ունեցել եք, որ չսրի իրավիճակը ձեզ էլ ավելորդ հարվածի տակ չդնի օրինակ։ Տեսեք, Նման իրավիճակում չհայտնվեք։ իրավիճակը սրելու մասին։ Քաղաքական խոսույթի շրջանակներում բոլոր մեր գործընկերները կարող են ամենասուր քննադատության ենթարկել, որովհետև կա քննադատության շատ տեղեր, բոլոր ոլորտներում։ Մեր միակ փոփոխությունը, որ կարևոր այս ձևաչափի մեջ, որ մենք տեսնում ենք, դա խոսույթի փոփոխություն ազգային ժողովում, որը մենք քննադատել ենք նախընտրական շրջանում բազմաթիվ անգամներ։ Այսինքն վիրավորական Այո, դա ամեն ժամյա ես աշխատանք եմ տանում ու ասեմ, որ հեշտ չէ, որովհետև կա անջրպետ։ Մենք իրար հանդեպ ունենք խորը անջրպետ։ աշխատանքում եք կամ Էդգար Ղազարյանի եւ թիմակիցների թե Ամբողջ տանը։ Պարոն Կարապետյան, այս մինչև այս պահը, պարոն Ղազարյանի